Բարև ձեզ ժողովուրդ ջան, հուսամ բոլորդ լավ եք, սկսենք մեր այսօրվա էֆիրը, տիկնայք և պարոնայք, ուրեմն քանի ժողովուրդը հավաքվում է, մենք խոսենք դեռ թեթև թեմաներից, թեթև թեման նա է, որ всего лишь անոնցը, մենք պետք է այսօր խոսեինք պարոն Մեհրաբյանի հետ, ռազմավարության կոմիտեի հետ, իրար հետ էֆիր անեինք, այնպես ստացվեց, որ մի քանի հարցեր կար ճշտել, մենք մյուս շաբաթ անպայման երկուսով կմտնենք էֆիր, դա չի լինի հարցազրույց, դա կլինի ուղղակի ոնց որ երկու ընկերներ բիսեդույթ, Եվ դուք շատ բաներ կիմանաք ավելի կոմպետենտ մարդ է, քանի որ ռազմավարության կոմիտեի պետն է եղել մի քանի տարի, եւ հիմա ազգային ժողովի պատգամավոր է էլի ռազմավարության հարցերով, ինքը շատ հարցերի կպատասխանի, ինքը ինձանից լավ գիտի, որ հարցին կարելի է պարզ պատասխանել, որը կարելի է թեթև նամակով պատասխանել, բոլոր դեպքերում շատ հետաքրքիր կլինի։ Այս անոնսը վերջացրեցինք, հիմա խոսենք Փարաքյարից, այս ինչ եղավ, ուրեմն նայեք ինչ է կատարում ժողովուրդ ջան, Փարաքյարում եղավ այն ինչ եղավ, տեսակ բոլորդ, հիմա նույն մարդիկ, թե քոչարանականները, դաշնակցականները, ну, в общем, այդ շոբլան, գրում են նա ընդդիմադիր էր, Նիկոլ իրան խփեց, նույն մարդիկ մտնում են ուրիշ ակաունտով, գրում են նա նիկոլական էր, խփեցին սրանք, իսկ տենում եք, որ նիկոլականները չեն աշխատում, Նիկոլի ոստիկանները եւ այլն։ Ժողովուրդ ջան, բոլոր դեպքերում ինչ մարդ եղել է նա, մարդը մահացել է, մի քիչ եկեք ամոթ ունենանք իր անունով, այս շանտաժները չանենք։ Թող քննչականը զբաղվի, ոստիկանությունը զբաղվի, դատախազությունը զբաղվի, այդ հարցը լուծվի։ Ամոթը մարդը մահացել է իր անունի վրա սենց շանտաժներ, պետք չի։ То, что ինքը մաֆիոզ է եղել, բան է եղել, դա պարզ է ամեն ինչը։ Մի բան է հերիք է, որ իր հայրն է եղել ընդեղի գյուղապետը, հետո տղան նստեց գյուղապետ եւ այլն։ Բայց մնացածը թող քննչականը որոշի, հա։ Ու մի բան էլ ասեմ, Մերձավանը այդ Շմայսի բանն է, բունն է։ Այնտեղ չկա տես բան, որ գիտեք Մերձավանում ամեն ինչը նորմալ է, այնտեղ մի քանի գրուպիրովկա են, այնտեղ սաղ իրար ճանաչում են, եթե այն մի գրուպիրովկայի պետին տերին պետքա ոչնչացնեն, կմյանան նրանք ոչնչացնեն, հետո կմյանան իրար հետ գործ կանեն, հետո այն մեկի հետ նու եւ այլն, հասկացաք։ Բայց իր անունով շանտաժ մի արեք, էլ եմ ասում, մարդը մահացել է, պետք չի, չէ՞ մահացել, սպանել են մարդը։ Այս շանտաժները պետք չի, ամոթը։ Այսի նույն բանն է, որ Եղրաբլուր են գնում բանը, իմ երեխեն զոհվել է, քո երեխեն հերոս է, քո երեխեն իմաստվածն է, երեխուդ անունը մի պղծի, եթե իմ համար է Աստված, իմ համար է հերոս, դու իր անունը խի ես պղծում, դու ես ծնողը։ Շատ ամոթ ու ցավալի թեմա է, կա տենց հասկացողություն իսպանский ստիդ, որ տելևիզորով մի հատ կինո ես նայում, դու ես այդ հերոսի տեղը ամաչում, չէ։ Հիմա նայեք, զոհվածների ընտանիքները, ժողովուրդ ջան, ամոթ է, էլ եմ ասում, ամաչելով եմ ասում, բայց արդեն հասել է ստեղս, ես ասեմ։ Զոհվածների ընտանիքները ստացել են 10 միլիոն միանգամից դրամ։ Ու 20 տարի շարունակ ստանալու են 300,000 դրամ ամսական։ Ստանում են, ոչ թե ստանալու են, ստանում են։ Ուրեմն կա մի 15 հատ զոհվածի ծնողներ, այդ 4,000 մեր հերոս տղեկի, 15 հատ, մոտարապես 15-20, սենց, ինձանից $100 փող են ուզում, օգնություն։ То есть 10 միլիոն դրամը այդ 25,000 եվրո,
Հետո 300,000 դրամ, այդ մոտ 800 եվրո ամսական դուք ստանում եք։ Ու զանգում եք ինձանից այդ $100-ն եք երեք։ Մենակ ինձանից չէ, կողքից նստած ա եղել Արմեն Մկրտչյանի հետ էին, նույն մարդը, որը ինձ էր զանգել, փողը բանանում, մուրում, զանգել է Արմենին, Արմենը կողքից նստած։ Արա մի պղծեք ձեր երեխեքին։ Ձեր երեխեն մեր հերոսն է, մեր ռշտակն է։ Ձեր համար փող աշխատելու քերենք, մի բան էլ ընդեղից քերենք, այսքան փող եք ստացել քերում եք այդ գումարը։ Գեդինը չեք մտնում աղմուկից։ Դրա համար էր այդ երեխեն գնացել զոհվել։ Հեսա շատերը կասեն 5,000, ոչ 4,000։ Էդի Սերժա Քոչարյան դաշնակցական բան իրանց համար Հազարեսյան, Հազարենյան, ավելի լավ էր 10,000-ներ, ավելի շատ կլներ Աչոք Նիկոլի դեմ, որ ասենք Նիկոլը հեռանա։ 4,000 զոհ։ 900 ինվալիդ տղա։ Ոչ թե 30,000, 900 ինվալիդ տղա։ Իրանց մեկ այդ թվերը։ Այդ մարդկանց է մեկ, որոնք մտնում են այսենց իր երեխու անունով այդքան գումար են ստանում, մի հատ էլ $100 են ուզում։ Գերինը մտնեք դուք, ամուր ձեզ, թքեմ ձեր երեսին։ Սենց լավ, մի հատ էլ բան ասեմ, քանի ժողովուրդը հավաքվում է։ Մի ստեք ինձ։ Եթե ես ինչ-որ մարդուն զանգել եմ, ինչ-որ բան եմ ասել, ոչ մի պաշտոնյա մարդ չի կարա ասի, որ ես իմ համար մի բան խնդրել եմ։ Մեկին բերեք դեմս, որ իմ համար մի բան խնդրել եմ, դες բան չի եղել երբեք։ Ես տեսել եմ, որ այսինչ հարցը չի լուծվել, ոնց որ պետքա օրենքով լուծվեր, ես զանգել եմ վերև, ասել եմ, այս հարցը լուծեք, այս մարդը տուժվել է այս հարցի համար։ Իմ համար ես չեմ զանգել երբեք։ Ու ինձ ասում են զանգել ենք եւ այլը, դու սագալի չեն էլ զանգել։ Ու դրանից հետո շարունակում է Գորջյան ոնց էս եւ այլը, ես տրուպկեն չեմ վերցնում էլ։ Մի ստեք ինձ, չի կարելի։ Դրանից հետո ես որ տրուպկեն չեմ վերցնում, արդեն հասկացեք ինչ չվերցրեցի։ Ինձ մի անգամ ստել այդ նշանակում է վերջ։ Ես հավերժ մոռանում եմ այդ մարդուն, ով ուզում ալնի։ Հիմա Փաշինյանի թեման Ռուսաստանում է։ Էլի նույն մարդիկ, որոնք գրում են Փաշինյանը պետք է Ռուսաստանի հետ, մենք Հայաստանը մենակ Ռուսաստանի հետ, բան, մտնում են ուրիշ ակաունտով գրում են, խի գնաց Ռուսաստան։ Սենց էլ են վարկաբեկում, երկու կողմից խաղում են։ Ժորժյան, նորմալ մարդիկ բոլորը հասկանում են, Փաշինյանը հիմա չի կարա Ռուսաստանին դեսպի ասի, վсё, փակվանք, դուք գնացիք, մենք էլ չունենք իրար հետ, մենք չենք կարա իրար հետ, վсё, Ռուսաստան հաջողություն, пошли вы, չի կարա ասի։ Միլիոն անգամ ասեցի, մի հատ էլ ասեմ, թուրքերից սովորեք դիվանագիտությունը։ И нашим, и вашим для нашей страны։ Հա, մենք գնում ենք Եվրոպա, հա, Փաշինյանը դա չի տաքսնում։ Հա, ինքը ասում է, որ մենք Եվրասոյուզ ենք գնալու եւ այլն։ Բայց при этом գնում է Ռուսաստան, հանդիպում է Պուտինի հետ եւ այլն։ Որ այդ ճանապարհը տենց ծանր չնստի վրեքս, ինչքան կարա նստի։ Դա է պոլիտիկա։ Ինքը շատ ճիշտ անում։ Ու ես գնալով մի բան եմ հասկանում, որ Փաշինյանը շատ բաներ ճիշտ անում, հա, կան թերիներ, կան բաց թողածտեղեր եւ այլն, բայց ինքը շատ բաներ շատ ճիշտ անում։ Երևի այդ մարդեն մարդկանցից է, որ սովորում է իր սխալների վրա։ Սկզբից ինքը ահավոր սխալեր արեց, բայց ինքը իր սխալների վրա սովորեց։ Ես ուսամ որ տենց է։ Բոլոր դեպքերում ես տեսնում եմ որ տենց է։ Հետո այս էլեկտրոցանցերը, այս Ռոմանոս Պետրոսյանին ճիշտ ասած վատ չի վերաբերվում, բայց այդքան էլ լավ չի վերաբերվում այդ մարդուն, բայց հիմա այդ մարդը աչքից լույսն է դառել։ Ինքը քանդում է օծի բունը։ Ու երևի Փաշինյանը կադրային իր պոլիտիկայից հասկացավ իր սխալերը, ճիշտ մարդուն իր տեղը դրեց։ Ռոմանոս Պետրոսյանը հիմա քանդում է այդ օծի բունը։
Բաց ինֆորմացիա է, բաց կարդացեք, ինչ աշխատավարձներ էին իրանք գրել։ Տարեկան 500 միլիոն դրամ աշխատավարձ, այնտեղ լիքը մարդերին տեն ստանում եւ այլն։ Այդ հոսանքները անջատել է այդ ամեն ինչը, այն վիճակը, որ մեր էլեկտրոցանցներն էր, այդ ամեն ինչը ուղղում է։ Դա մի ամսվա ուղղելու բան չի, այնքան են արել Ժողովուրդ ջան, դա երկար ժամանակ է։ Բայց ես ներքին ինֆորմացիայով ձեզ ասեմ, այնտեղ այնպես բաներ ալը բացվելու, այնպես բաներ կիմանաք, այդ բաները բացվում են։ Քրեականա որ հարուցվում է, օրական։ Դա մեծ բան է։ Ռոմանոս Պետրոսյան, բրավո։ Եվ ժամանակն է, Ժողովուրդ ջան, РЖД-ով զբաղվել, Российские железные дороги, որ Հայաստանում կա։ Ուրեմն ժամանակին նստած էինք ես Արտակ Ղուկասյանը ու մարդ մոտիկացավ, պայմանավորվել էինք, մոտիկացավ ընդեղի հին աշխատողներից, շեֆերից, բայց որը ազնիվ մարդ էր, որի համար Հայաստանը ավելի կարևոր էր, քան այդ գումարը, որ Կարաստանը բանանի եւ այլը, սես պապկեկով թղթեր դրեց դեմս։ Դամ կաշմար։ Բայց ես գիտեմ, որ այդ մարդը մենակ իմ մոտ չի բերել, տարել է կառավարություն եւ այլ կառավարությունը ամեն ինչից շատ տեղյակ է։ Դուք որ իմանաք այդ երկաթ գծերը ինչ օրին են, ինչին են հասցրել։ Այդ էլեկտրոցանցի նման մի հատ կաշմար այնտեղ կատարվում։ Ես հուսամ կառավարությունը այդ հարցով էլ կզբաղվի, տիմ է, որ հիմա գծերը բացվելու են։ Դա պետք է դառնա հայկական։ Հա, դա պետք է վերցնվի իրանց ձեռքից ոնց որ էլեկտրոցանցերը եւ դառնա պետական։ Իսկ փաստեր այնքան կան, այնքան քրեական գործ այնտեղ կբացվի, որ դա շատ հեշտ, ու շատ հեշտ է պայմանական, հա, շատ հեշտ։ Հայաստանի Հանրապետությունը կարողանա վերցնել իր ձեռքերը։ Ես էլ եմ ասում, ես այնպես թղթեր տեսա, այնպես բաներ տեսա, բոլի տա ու բացի թղթերից։ Ինքնից վիդեոներ ցույց տվեց, ինչ այնտեղ կատարվում։ Ես գիտեմ, որ կառավարությունը այդ ամեն ինչը գիտի։ Հեսա կարևոր թեմաներին կանցնենք, Ժողովուրդ ջան, մի հատ էլ բան խոսեմ, քննչական։ Մեր քննչականը Տղեկ ջան, ես ճիշտ եմ հասկանում, որ դուք հիմա դժվարից չեք կարող փող վերցնեք, կաշառք վերցնեք, հանցագործից եք կաշառքը վերցնում, ու գործերը սարքում եք այնպես, որ հանցագործին շատ թեթև լինի։ Առաջի գործը չի, 10-ը չի։ Փաստերը կդնեմ դեմներդ։ Եթե դատախազությունը հիմա սկսել է աշխատել, իսկ դատախազությունը սկսել է աշխատել։ Քննչականի վիճակը ահավոր է։ Ես կառավարությունն եմ խնդրում, կառավարությանը քննչականով զբաղվեք, որովհետև տապալում են ամեն ինչը։ Այս անգամ դատավորներ ընկերներ ունեմ, որ խոսում եմ հետները, ինձ ասում են, Գորջան, գործը այնց է գալի մեզ հասնում, դատելու բան չկա այնտեղ։ Գործը այնց են պատրաստում քննչականում, գալիս է իմ մոտ, ես չեմ կարող դատեմ, որտեղ տենց են գործը պատրաստել, որ ես չեմ կարող նստացնեմ։ Ես խնդրում եմ քննչական էլ ուշքի բերեք, տամ կաշմար։ Չեմ ասում բոլոր քննիչներն են վատը, ոչ, իհարկե այնտեղ կան իրոք պրոֆեսիոնալներ, իրոք ազնիվ մարդիկ։ Օբշի սիստեման է, այնտեղ փդած։ Դա պետք է ուղղի։ Լավ, անցնենք հիմա մի բանի, մի վարքյան։ Հարցի, որ ես մի ստատուս գրեցի, որ մենք հազիվ անկախ ենք դառնում, տոնը շնորհավոր Հայաստան։ Դեռ մի քանի հոգի, քոչարանական մեկն էլ լրիվ դատարկականությամբ դե բարձրումն է։ Մենք անկախ ենք 30 տարի։ Անկախ ենք 30 տարի։ Դե եկեք այդ անկախության մասին ասեմ, այդ էլեկտրոցանցերը, այդ երկաթգծերը, մեր հանքերը բոլորը մերը չեն։ Մեր խալաթով են
վարորդը Ռուսաստանում որ ցույց տվեցին։ Ուրեմն Գյումրիում 96 թե 97 թիվներ 3 հատ ռուս հարբած զինվոր ավտոմատներով մտնում են Գյումրի շուկա։ Գյումրեցիները կհիշեն, մտնում են շուկա ու պահանջում են ձերի օղի, որ իրաց տան, գոռալով չուրկի, вы обязаны нам։ Հա, կինան, դե մի հատ դուխով կինան նստած են, հա, ասում եմ չեմ տալիս օղի ձեզ ձերի։ Հա, սրանք կրակ են բացում։ Գյումրիում շուկայում ժողովուրդ ջան։ Ժողովուրդը հիրը անելով վազմավրեկը սրանց բան անում բռնում է եւ այլն ոստիկանությունը հետո հասնում է մեր անկախության մասին եմ ասում ու հանձնում են ում ռուսներին ուր են այդ 3 ուբլուդիկները ոչ ոք չգիտի իհարկե ազատության մեջ իհարկե Ռուսաստանում իհարկե հանդից ֆորմեն անկախ ենք Պիրմյակովը մենք բռնում ենք Պիրմյակովին հանձնում ենք ռուսներին անկախ ենք Զվարթնոց օդանավակայանում ժողովուրդ ջան եղել է ժամանակ ես շաբաթ 2 անգամ թռել եմ հետ եմ եկել Երևան մի հատ ռուսկին Facebook-ի պագոններով են բուտկի մեջ նստած որ паспортի մեջ печата խփում է пограничник цель поездки во-первых ոչ մի սահմանապահ իրավունք չունի այդ հարցը տա во-вторых в смысле դու իմ երկրում ինձ հարց ես տալի цель поездки That's a child that բուտկի մեջ հազիվ տեղավորվում ասենց են 6 բան պատբարոդը որ ունի 6 դնչանոց են տին Այն շանուրը գցեցի այդ կնգան բայց բոլորը ես չեմ կան խելոք մարդիկ գյուղից մարդիկ բան խելոք եկել է թռնում է իր տեղը բան ինքը սենց իր կայֆն է ստանում այդ հարցերը տալով այդ էր անկախը պատերազմի ժամանակ հոբ չունեիր սա ռուսի վրա էր Այդ էր անկախը Աֆրիկական երկրներին միլիարդերով պարկեր ներեց Ռուսաստանը ջնջեց գցեց Քուձերից 100 միլիոնով վերցրեց սա երկիրը Այդ էր անկախը Ամուլսարը որ ռուսական ֆինանսավորությամբ ընդեկայնած էին դեմը չէին թողում ամուլսարը աշխատի որովհետև միակ հանքն էր ելնելու որը լինելու էր անկախ Ռուսաստանից իրանք ինչ ասես ճարի որ ամուսարը չաշխատի Իսկ Սևանի հենց բերանը հենց Սևանի ափին զոտը աշխատում էր Այդ պրոբլեմ չի էկոլոգիայի պրոբլեմ չի Այդ ենք անկախը Ես այդ անկախության մասին այնքան բաներ ասեմ որ ստանոկները որը կարող էին ստեղծել են պատաները ռազմաարդյունաբերության համար Ռուսաստանը արգելում էր Facebook-ից մարդ էին մտնում ասում էին չեք կարա ստանոկը դուք ստանաք Այդ էր անկախը Ոչ անկախը մենք դառնում ենք հիմա Ու այդ սաղ ինչը ասեցի հիմա սաղ այդ ամեն ինչ վրա թքած ունենք հիմա կարա Պիրմիկով ընկներ ձեռներս Ռուսաստանին տայինք Նա բոլորից հասկանում եք դա բացառվում է չէ Այ գնացեք այն ձեր անկախությունը այնտեղ վայելեք Ձեր սրբազաններով, դաշնակներով եւ այլն Մեր անկախությունը թողած մեզ, դուք Հայաստանի հետ կապ չունեք Ու ես կրկնում եմ, եթե հիմա Էշմիածին մտնեն ստուգեն, ինչա կորել, ինչ չի կորել Կապշեք բոլորդ Երուսաղեմից խոսանք, որ հայ տերտերներով, բանով, հայկական եկեղեցու հողերը ծախում էին Ծախում էին ոնց 99 տարի արենդա են տալիս նո հասկացանք որ դա արդեն վաճառված է հիմա դատերա գնում 20 հատ 3-4 օրներ դա 20 Իսրայելի գիտնականներ շատ հայտնի մարդիկ Իսրայելում բան իրանք պետիցիա գրեցին հայերին պատերժ կա որ դա չի կարելի վաճառել որ հայերի կողմից լինի որ դա վերադարձվի Հայաստանին Կտրիչ ուր ես Գործի չեղավ, գործիդ խփին, դրա համար ես տենց գժված Սա Հայաստանը դրա համար ողբում է լացում է Իսկ դուք գոռում եք Որտեղից պետք է լինի Չծախվավ, այդ մեկը չկարացավ ծախեք 1000 տարվա պատմություն ունի
Այդ հայկական կվարտալը Իսրայելում։ Ինչ 1000-ից ավել։ Սրբություն չունեք, դուք թշնամի եք, դուք Յաջուջի Մաջուջի մտել եք Հայաստան, դուք ծախում եք ամեն ինչը, ձեր Ռոբերտ Քոչարյանի նման։ Դրա համար եք գժված։ 1000 անգամ զգուշացրել եմ, 1000 էլ կզգուշացնեմ, գնալով խորանալու է այս թեման։ Նախընտրական տարի է։ Ինչ ասես չեն գրելու։ Ստապ եղեք։ Մի հավատացեք նենց բաներին, դա ավորը։ Չնայած ես ժողովրդի հետ որ խոսում եմ, այս բաները, օրը մարդը 20-ատ այս Քոչարյանական այս բոտերը, ասենց մտնում օրը 20-ատ ակաունտ է ստեղծում, Նիկոլի վրա բան, այնրակ փակում ես 20-ատ թազա է գալի, 20-ատ թազա է գալի։ Իսկ այն մարդիկով չեն ջնջում դրանց, հա, բլոկ չեն անում։ Բացում է լենտը 100-ատ մենակ Քոչարյանականներն են։ Նիկոլը Կանադայում տուն առավ, Աննա Հակոբյանը ես իմ ինչեր արել, ում հետ է եղել, ես իմ ցախտեղերը ֆրֆռմա, Նիկոլը երեխեն մաֆիոզ է դարել, եւ այլ ու գնում, ու սա գնալով շարունակվելու է։ Ինչա Հա, в принципе, Ժողովուրդ ջան, ես այսքան եմ ուզում ասեմ, մյուս էֆիրը մյուս շաբաթում կլինի, մենք Արտյոմ Մեհրաբյանի հետ կմտնենք խոսենք, հա, կոնկրետ ռազմաարդյունաբերության մասին ենք խոսելու ենք, հա, մի քիչ ավելի սուր, ավելի բան, թեմաներ կա, որ էլ եմ ասում, մի բանա որ գորը ասի, մի բանա որ մարդը ընդեղից, ներսից ասի, տեսեք, մի հատ օրինակ բերեմ, Ուկրաինան տեսնում եք, պատկերացնում եք, ինչ վիճակում է, չէ՞ հիմա, պատերազմի մեջ եւ այլը։ Ուկրաինան հիմա սկսում է էքսպորտ անել իր տեղում ստեղծած զենքը։ То есть այնքան արդեն հերիքում, որ կարողանում են էքսպորտ անեն։ Մենք արդեն փառքասու չեն կրվում։ Մենք պետք է դրան հասնենք։ Այդ հարցերը մենք կքննարկենք պարոն Մեհրաբյանի հետ, երևի մենք լավ պատասխաններ կստանանք, որովհետև ես իր այդ կապի մեջ եմ, հա, լավ բաներ կան ասելու Ժողովուրդ ջան։ Մենք այդ հարցերի պատասխանը կունենանք։ Բոլոր դեպքերում այսօր այսքանը ես շատ սիրում եմ, գրկում եմ, դուխները չփցեք, մեր մոտ խաղաղություն է գալի։ Ի հեճուկս չուզողներին մեր մոտ խաղաղություն է գալի։ Իրանք ինչ ասես անելու են, որ մենք էլի կռվենք, էլի Հայաստանը լինի, այն որ Պուտինը ամեն անգամ որ հանդիպում են, Պուտինի հետ, բանը, դե գիտեք Ռուսաստանից ամեն տարի այսքան փող է փոխանցվում Հայաստանին, մենք ձեր էկոնոմիկան պատժկա ենք անում։ Խոփանչիները փող են ուղարկում, ինքն էլ գլուխ է գովում։ Իսկ հիմա Հայաստանից աշխատող Ռուսաստանը շատ դժվար է ճարելը։ Հազարատ ընկեր ընդեղ ունեն բիզնեսմեն։ Հայաստանի չեն կարող ընդեղ աշխատող տանեն։ Հայաստանում աշխատավարձը ավելի բարձր է։ Հայաստանը անվտանգ է։ Իրանց հետ գժվացնում է։ Քեզ պետք է այն օրը գցեն, որ դու վատը ես իրանցից վատը, որ գաս ընդե աշխատես կոպեկներով, քեզ էլ շուրկա ասեն։ Շատ վաղ էլ խափեն, դու էլ գոհ ես, որ Ռուսաստանում ես աշխատում եւ այլ եւ այլ։ Պրսում են այդ ժամանակները։ Այդ դրա համար գժված են։ Թե իրանք, թե իրաց մանկուրտները Հայաստանում։ Չին այդպես բան։ Վերջանում է։ Այո, եւ Նիկոլ Փաշինյանը ահավոր մեծ աշխատանք է տանում։ Շատ եմ քրիտիկա արել, շատ եմ բան արել, բայց հիմա սկսել է ուղղել Ժողովուրդ ջան, ես ուղղակի ամբողջ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին այսօրվա օրով Աստված տա իր մոտ ամեն ինչ ստացվի։ Իսկ այն գոռացողները ձեր սիրած լեզվով ասեմ, Ժողովուրդ ջան, կներեք, ասենց լեզվով ես չեմ խոսում, բայց ձեր սիրած լեզվով ասեմ, ով Նիկոլին քրիտիկա անում, սիկտիր եղեք Հայաստանից։ Եղավ։ Մեզ հանգիստ թողեք։ Լավ եղեք, գրկում եմ ձեզ։